Ինչքան էլ դժվար է դա պատկերացնել, այո, լեզվի տաղավարում այսօր գեղեցկուհիներն են։ Ես որ ռեփ եմ կարդում, причем այս չոր ագրեսիվ բան գալիս կանգնում է կողքից, հա? Ոսենց գլուխը հետը։ Օրինակ տես դեպք եղել է, որ խանգարել է քո ռեպեր լինելը հարաբերություններին։ Այո։ Պիլասոս անելուց ուղղակի կեղտերը հավաքեցի։ Չէ, երևի վախենում եմ։ Նախկիններին բիֆ ունեն։ Լուրջ ես ասում։ Այո։ Ну, Սենց թեթև սենց ցայում էլի։ Տենց սոտեր։ Տիֆեստի հետ չեմ կարող ընկերներ ենք, բայց հա ունեցել ենք ծանոթներ ենք, այո, իրար ֆոլոու ենք, ամենակիչը կարամ այդքան ասեմ։ Ինչքան էլ դժվար է դա պատկերացնել, այո, լեզվի տաղավարում այսօր գեղեցկուհիներն են, այնպես որ բարի գալուստ լեզու մի քիչ դժվար անցալել է, ներկայացնեմ իմ հյուրերին՝ Ֆայա, Տաթև եւ Էմա։ Դուք կաք փաստորեն։ Գոյություն ունենք։ Հասկացա։ Հայաստանում հիփ-հոփով զբաղվող աղջիկները հենց երեքն են, դուք եք ու վերջ։ Կարծիքով շատ են։ Շատ, ինչքան շատ օրինակ։ Այդքան շատ չեն, բայց կան։ Գոյություն կան։ Ինձ թվում է ընդհանուր ռեփ անող մարդիկ են շատ քիչ։ Այո։ Այդ թվում աղջիկները ինձ թվում է մաքսիմում 4։ 4 ավել, մաքսիմում 5 երևի։ ավել, Քիչ է, իմ կարծիքով քիչ է։ իմ կարծիքով կան, ուղղակի շատ չեն բարձրաձայնում դրա մասին։ Բա ինչ են անում։ Պիլասոս անելուց ուղղակի կեղտերը հավաքեցի։ Չէ, երևի վախենում են։ Վախենում են։ Կարող եմ։ Մենք չգիտենք իրանց մասին։ Ժորդ, ոնց է տենց ստացվում, որ Հայաստանում ապրելով գալիս եք մի հատ կետի ու հասկանում եք, որ պետքա հիփ-հոփով զբաղվեք։ Ինչ կատարվեց, ուզում եմ հասկանամ ձեր կյանքում։ Պատմեք մի քիչ այդ սկզբի մասին, ոնց վերցիք, որ հիփ-հոփ։ Մոտ դա չի ստացվել Հայաստանով ապրելով։ Հայաստանում ապրելով, քանի որ ես տարբեր երկրներում եմ ապրել, բայց ես միայն հիփ-հոփով չեմ զբաղվում, ասեմ ավելին, ես լիքը տարբեր ժանրերով եմ երգեր գրում ու ասենց ասած հիմնական ժանրը R&B-ն է, որի մեջ որ կա այդ ամեն ինչը, ճիշտ ասած խառնուրդ է, բայց ունեմ նաև տրեքեր հիփ-հոփային։ Այդտենց։ Ես արդեն երևի 6-7 տարի այն զբաղվում եմ։ Ոնց եկավ միտքը։ Հետաքրքիր, իրականում ի սկզբանե երգում էի ու գրում էի բանաստեղծություններ, բայց երբեք ինձ վոկալիստ չեմ համարել։ Ու երբ դպրոցում առաջին անգամ լսեցի Թուփակ Շակուրին, բոլորիս հայտնի, այդպես շատ հարազատ զգացի հիփ-հոփ երաժշտությունը, հիփ-հոփի ընդհանուր մշակույթը, ասելիքը, ազատությունը ժանրի, որովհետև հիփ-հոփի մեջ դու կարող ես բոլոր ժանրերը տեղավորել եւ դա շատ է գրավում ինձ։ Դու ինչ կասես ამ ջան։ Ես էլ բոլորի նման սկզբից բանաստեղծություններ էի գրում, հետո հասկացա, որ երգել էլ է ստացվում, ամեն օր կարամ 10 տեքստ գրեմ, ու շատ եմ լսում, որ ինձ միշտ ասում են, որ երգել գիտես, խես ռեփ անում։ Ասում եմ, Իսկ որն են թեմաները, որ դուք հաճախ անդրադառնում եք ձեր հիփ-հոփ կատարումների մեջ։ Միգուցե ինչ որ մի բան էլի ավելացնեմ, կարելի է։ Հա, իհարկե։ Երգելու հետ կապված ռեփի համար պետք է ունենալ վոկալ։ Ռեփը դա արտասանել չէ, որ ասես եթե երգել գիտես ինչ չես երգում, որովհետև ռեփն էլ է երգել։ Գուցե դրա պատճառով լիքը կանայք չեն անում ռեփ, որովհետև եթե երգել գիտեն ինչի ռեփ անեն, որ հարցնում է ինձ։ Բայց դա չի նշանակում, որ բոլոր երգել չիմացող մարդիկ ռեփ են անում։ Կան մարդիկ, որ երգել գիտեն, բայց հիմա ռեփ անել, ռեփ։ Չէ, ասում եմ, մարդիկ ովքեր մուզիկալներ են, երևի գիտեն երգել նաև, գնացել են երաժշտական դպրոց, իրանք ավելի ճիշտ են համարում երգել, քան ռեփ կարդալ։ Դրա համար երևի մեր չեմ հասկանում օրինակ ինչի։ Եթե մարդ սիրում է ռեփով զբաղվել, զբաղվում է ռեփով, եթե սիրում է երգել։ Հա, բայց կարող է կան մարդիկ, որոնք ամաչում են, այո, կամ իրանց ասում են տենց բան, որ ինչ կասես։ Հա? Ինչ կասես այդ մարդկանց հենց հիմա։ Եղեք համարձակ։ Եվ մի լսեք ոչ մեկին։ Արեք այն ինչ որ ձեզ դուր է գալիս։ Ես
համակարծիք եմ լիովին, բայց ինձ հետաքրքրում է թե աղջիկների մոտ ինչ թեմաներն են բարձրացվում ամենաշատ իրենց երգերի մեջ։ Հիմնականում, որ սկսում եմ գրել, կախված է իհարկե տրամադրությունից, բայց նկատել եմ, որ սկզբից, երբ որ նոր էի սկսել գրել, սիրային էր ամբողջ թեմաներս, բայց ինչքան հետաքրքրություններդ ու տրամադրություններդ փոխվում է, դու սկսում ես արդեն ուրիշ թեմաներից էլ խոսալ։ Օրինակ, նույն բողոքը, բողոք ունես ինչ-որ բանի նկատմամբ, ուզում ես բողոքես դրա մասին, բողոքում ես։ Պարտադիր չի էլի, մենակ սիրո մասին լինի աղջիկների ռեպը, կարա նաև ագրեսիվ լինի։ Իրական թեմաները շատ տարբեր են լինում, ինչպես Աման նշեց, եւ սիրային, եւ ես սիրում եմ գրել, իմ երգերը ես սիրում եմ գրել բազմիմաստ, ռեպին բնորոշ։ Օրինակ բազմիմաստ ասելով ինչ նկատի ունեք։ Թեմաներ, որ դու արծարծում ես քո երգերի մեջ, սիրայինը հասկացանք։ Եվ ընկերների մասին նաև, եւ ազատության մասին, եւ մի փոքր ավելի կյանքի փիլիսոփայության մասին։ Ի սկզբանե ինձ թվում է, որ ռեպը Հայաստանում բացի նրանից, որ տարածված չէ, նաև խրախուսելի ժանր չէ, երաժշտական, իմ կարծիքով։ Կանանց համար, հա, սկսենք դրանից, կանանց համար։ Մենք օրինակ ընդհակառակն ենք մտածում։ Իմ մոտ միշտ ինչ որ բողոքա կամ բողոքի մասին է, կամ ոնց որ ասեմ ճիճն է իմ մեջի, ինչ որ կարող լինի տխուր բանի մասին, էմոցիոնալ, ինձ ամենաշատը էմոցիաների ժամանակ, երբ որ դու պետք է ինչ որ մեկի հետ կիսվես, չես կարողանում ու կիսվում ես ոնց որ տրեքի մեջ, երաժշտության հետ, քանի որ լինում է, որ միայնակ ես զգում, ու տենց ամեն ինչը ոնց որ դնում ես այդ երգի մեջ, ու դա կարող լինի սիրո մասին, դա կարող լինի առհասարակ ինչ որ սիտուացիաների մասին, կյանքի հետ կապված, ու դա դառնում է մի սիրուն բան։ Բայց ես ամենաշատը չեմ սիրում, երբ որ իմ երգը դնում են ու փորձում են որ սենց բոլորի դիմաց մեծ փոքր այդ երգը դնեն ու ես այդ երգում կոնկրետ չգիտեմ, կամ տխուր բանից եմ խոսում, կամ չգիտեմ։ Ու վերջում ֆորմ ասում են ինչի մասին այդ երգը։ Դե արի ու բացատրի, որ հոգու ճիճները այդտեղ դու ուզում ես կիսվել ինչ-որ մեկի եւ չգիտարեք մեկին։ Այո, նենց կուզենայի, որ այդ հարցը չտային ու առհասարակ այդ հարցը չլիներ։ Արկել էին։ Այո, որովհետեւ երգը արդեն ասում է իրանը, ինչի դա հարցն է։ Իսկ տանեցիները ձեզ ինչ են ասում ռեպի մասին։ Ինձ թվում է սկզբից շոկային էր բոլորի համար, որովհետև ես շատ համեստ ընտանիք ունեմ, այսպես ասած, ու երաժիշտներ էլ այդպես չկան մեր ընտանիքում։ Բայց ոգևորում են քեզ։ Այո, աջակցում են։ Շատ տխուր այո։ Դա ամենակարևորը։ Շատ ոչոտ այո էր։ Շատ ոչոտ այո։ Այո, իրականում աջակցում են։ Իսկ իրենք էլ չեն պատկերացնում ընդհանուր ժանրը, ինչի համար եմ անում, ինչու։ Իսկ հասկանում են անգլերեն։ Անգլերեն, այո, ես անգլերեն ստեղծագործում, բայց չեն հասկանում անգլերեն։ Դրա համար աջակցելը ստացվում է կիսով չափ, բայց գոհ եմ։ Կարևորը չեն բռնանում ցանկությունների վրա։ Ամենակարևորը դա է, որ աջակցեն, նույնիսկ առանց հասկանալու։ Այո։ Եմ օրինակ դու ընտանիք ունես արդեն ձևավորած, երեխա ունես, բան։ Մի օր երեխան մեծանալու է, հարցնելու են։ Համա ինչ ես։ Ու հարցնելու են, էլի դպրոցում։ Ոնց է տղայի տանը։ Հենրի։ Հենրին հարցնելու են, ասում են Հենրի ջան, օրինակ ձերոնք ինչով են զբաղվում, դե մաման ռեպեր։ Այդ ժամանակ ինձ թվում է արդեն կիմանան, որ իր մաման ռեպեր է, որտեվ նոր եմ հələ սկսում, իսկ ինքը հələ 2 տարեկան է, ու ինքը հիմիկվանից իմ ամենամեծ ֆանատը ինքն է, ես որ ռեպ եմ կարդում, причем sense չոր ագրեսիվ բան, գալիս կանգնում ա կողքից, sense գլուխը հետը, բուկվալի 50 cent էինք լսում մեքենայի մեջ, ինքը պրոստը կողքից նստած դժում է դրանից, ինքը իմ հետ լսում է ռոք, հղի ժամանակվանից, լսում է ռեպ, ամեն ինչ ջազ, հաստատ ինքը բառաբաններ է նվագում, գնում է կլավիշներ ասենց նվագում, շատ երաժշտական երեխա է։ Հիմա գնալու ենք մեր հաղորդման հիմնական մասին, որտեղ որ մեր հրավիրված արտիստները ցույց են տալու իրենց նոր երգերը։ Այսօր լսելու ենք տարբեր լեզուներով
հիփ-հոփ կատարումներ, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Աթև ջան, Այո։ հերթը քոնն է զարմացնելու մեր դիտողներին, թե ինչպես կարող է հայ աղջիկը անգլերեն ուղղակի խզարել։ Մի խոսքով Շնորհակալություն։ գնացինք Աթև։ Honey on my tongue, sweet like summertime. Everything is natural, you got me feeling drunk. Honey on my tongue, sweet like summertime. Everything is natural, I'm on the cloud nine. Honey on my tongue, sweet like summertime. Everything is natural, you got me feeling drunk. Honey on my tongue, yeah, I'm on the cloud nine, yeah. There's nobody between us, they will never be. You know I'm never jealous, the hoes ain't crossing me. You know that I'm a keeper, who is also free. I feel my wings around you, that's why I love to stick with you, babe. It all makes sense when I'm with you, yeah. Like B&J made it through the fools, yeah. Our powers like music in the loop, yeah. Honeybees bite enemies too small to sting, like wax moths that make their way into the hive. The bite contains a natural anesthetic that paralyzes the victim, so the bees can drag the body out of their home. Honey on my tongue, sweet like summertime. Everything is natural, you got me feeling drunk. Honey on my tongue, sweet like summertime. Everything is natural, I'm on the cloud nine. Honey on my tongue, sweet like summertime. Everything is natural, you got me feeling drunk. Honey on my tongue, yeah, I'm on the cloud nine. Baby, you got me feeling like I'm a supernova, queen of the hive, the rain is never over. I'm flying past many things, with you I'm like a rover. Let those bitches know they can take away my flowers. Whatever is mine for life. I don't give away my place, I mark my side. If they wanna steal, they will cross the line. I don't come back once I'm done and gone. Honey on my tongue, yeah, sweet like summertime, yeah. Everything is natural, with you I'm feeling drunk, yeah. Honey on my tongue, yeah, sweet like summertime, yeah. Baby. Եկեք ծափահարենք մի հատ Աթևին։ Մերսի, շնորհակալ եմ շատ։ Շատ լավ։ Մի քիչ պատմի դե տեսնենք ինչպես է ստեղծել այս տրեկը։ Իրականում այս երգը իմ նոր ալբոմի երգերից մեկն է։ Նոր ալբոմս մի փոքր տարբերվում է իմ նախորդ երկու ալբոմից։ Նոր ալբոմում ավելի շատ երաժշտական ժանրեր կան, որոնք միքսել եմ рэպի հետ եւ այնտեղ ավելի շատ եմ երգում։ Սովորաբար իմ նախկին ալբոմներում ես հիմնականում միայն рэպ էի կարդում, այստեղ մի քիչ ավելի շատ երգում եմ։ Այս նոր երգը եւ նոր ալբոմը ավելի սիրո շուրջ է կառուցված, գուցե բանալ է հնչում այս պահին, բայց իմ կարծիքով արդեն բավականին երկար տարիներ շատ են ագրեսիվ երգերը, շատ է գնում, այսպես ասած, ոչ կառուցողական երգարվեստ, երբ որ մարդիկ շատ են ընկնում դեպրեսիաների մեջ եւ այլն։ Իսկ սերը դա սիրելը եւ սիրո մասին գրելը ընդհանրապես սերը ընտրելը դա պետք է դա ուժեղ մարդկանց է հատուկ, որովհետեւ ավելի հեշտ է ընտրել վախը, քան սերը։ Օրինակ դες դեպք եղել է, որ խանգարել է քո рэպեր լինելը հարաբերություններին։ Այո։ Ինչ թեմայով։ Որովհետեւ բիֆ է իրարել։ Բիֆ ունեմ։ Լուրջ, նախկիններին բիֆ ունեմ։ Լուրջ ես ասում։ Այո, անունը չկա, բայց Ոսում ամեն PR-ն է PR-ը։ Նոր ալբոմս կոչվում է B&B, որը նշանակում է Bed and Breakfast։ Okay։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ չեն հասկանում անգլերեն, միգուցե հայերեն էլ ասենք, որ իրանց համար Աստված իմ, հիմա որ հայերեն թարգմանում շատ վատ է լինելու, բայց նախաճաշ եւ չարություն։ Bed։ Անկողին։ Անկողին, ես bed ուրիշ բան եմ ասել։ Airbnb։ B&B, այո, ոնց որ
ոնց էր որ օրինակ եթե գնում եք ինչ-որ միտեղ հանգստանալու, Օթելի նման բան։ Լավ, եկեք չչեղմենք թեմայից, որովհետև այստեղ մի հատ հետաքրքիր թեմա կար, որը որ մենք տենց ուղղակի բաց թողեցինք եւ թռանք այդ թեմայի վրայից։ Դու ունես նախկիների մասին բիֆ։ Ինչ ես ասում այդ երկի մեջ։ Կոնկրետ երկիս անունը կոչվում է Ես հերիք եմ, I'm enough babe։ Դավաճանում ես, չէ՞, ձեր նախկինը։ Չէ։ Կարա դա չլինի։ Հերիք չեմ հիշում։ Հերիք չէ, բավարար։ Դե հիմա նայ, ես մարդը տեքստ ասում ինչ որ, ասում է ես հերիք չեմ։ Իմ մոտ միտքը առաջանում։ Կարողա տիպը ես հերիք չեմ, ուրիշների մոտ ես գնում, դրա համար այս հարցը տալիս եմ, որ այն մարդիկ ովքեր որ մեզ նայում են, իրանք էլ ճիշտ հասկանան ինչի մասին է խոսքը գնում։ Ճիշտ շնորհակալություն։ Ես բավարար եմ, այո։ Դու բավարար ես։ Ինձ թվում է ֆիդբեքեր ինձ թվում է մի 4-5 $1000 ռեկլամա միացրել, որ հաստատ լսի։ Դե շանս էլ չկար լսելու, այն որ ասենց շատ ենք։ Հավատա նախկիների առումով ռեկլամ պետք չի միացնել։ Դա։ Բայց այո։ Իսկ հիմա ժամանակն է հասել, որ լսենք մեր հաջորդ արտիստին։ Եվ հաջորդ արտիստը այս պարագայում M-ջան, դուք եք շատ մեծ սիրով ուզում եմ ներկայացնել Էմային, Էման հայերեն հիփ-հոփ է անելու ու այս այն հայկական հիփ-հոփներից է, որ ես երբեք չի սպասի, որ ինչ-որ աղջկա կողմից կլսեմ sense կատարում ու կասեմ, «Հզեց»։ Ես մերսի քեզ, գնանք լսելու Էմայի տրեկը, վերադառնանք, շփվենք։ Որ չի կարա տրվի ամեն մեկի Ինչքան էլ շատ ուզենաս հասնես քո պիկին Հիշի, ֆեյք էմոցիաներով մարդկանց չես խափի Երգում ես ուրիշների երգերը խառնելով ուրիշների երգերին Իսկ քո երգերի մեջ դժվար է միտք գտնել Անընդհատ նվնվոց ու դա ֆլոու անվանել գժվել եք Դրե համեմատել եք ով ում լսի ում չէ Իսկ դու քո լսողին հարգում ես թե չէ Չսկսես ասել թե ինչքան անկեղծնես մաքուր հոգի ունես Կարաս հարցնես մի քանի հոգուց ասեն թե դու ով ես պոտենցիալ ունես թե չէ Սիտես թե չղջիկ տենց էլ կմնաս անլուրջ թե կտաս լրջին Ծախել ես հոգից սատանուն բայց մեկը կա Որ սաղ գիտի քո մասին բայց իրան շատ մեկը Վարված ես թե նեղված սառը ջուր խմի չներվայնանաս Լավ դե մի տղրի կսպասեմ մարսես որ թեթևանաս Բայց լսի ով ես դու իրականում դու էլ չգիտես Բայց քո մեջ տեղի ա ունենում իրար անցում Նայիտես ինչա կատարվում ինդուստրիայում Հեշտ չէ դատարկային նստել որպես ինքնակոչ Հեչ կասես ես պահին ուրիշ մտքեր ունեմ թե ոչ Ես մարտարա վերջի այլ ուղակի փորձ Թե ով կտեսնի իրան տողերիս մեջ իսկ ով ոչ Ջան Ջան Դե արդեն վախում եմ ինչ-որ բան ասեմ Չեմ վախից Մեկ էլ տեսար Չէ շատ թույն էր իրականում Ապրես որ տենց շատ բան քայլ է ինքը էլի Համարցակ քայլ է ճիշտ է տենց ու դրա համար հաստատ քեզ լիքը ռեսպեկտներ Իմ կողմից Իսկ ամուսինդ ինչ ասում ես երկերի մասին Ասում եմ молодец давай дальше խզարի Շատ կողմ է շատ ինքը կա չէ տենց կարծես որ ամուսնացել всё ես հակառակ ես ամուսնացա ու հակառակը Աստված տա Հա բոլորին եմ ցանկանում տենց ամուսին որ ինքը ոչ թե փորձի քեզ փոխի ջարդի հարմարացնի իր տակ այլ Պրոստը ասի դզումը արա, հետդ եմ կողոտ կայնացեմ մինչև վերջ Տողուս հետ եմ գրել Վաու Գրկած, որի հլի չր կայնում, դենց գրկած գրում էի Միասին ենք, միշտ իր հետ եմ, միշտ միասին գրում ենք ինքն էլ տենց Կինորմալ Դավայ Իսկ ինչ ես մտածում, օրինակ վերջնակետ չասեմ լավ Քայլերի հաջորդականությունը որն է տրեկերը արեցինք, գցեցինք, ասենք, բայց հետո ինչ է լինելու, որովհետև չկա այդ անցած ճանապարհը, դրա համար եմ ասում ոնց ես պատկերացնում։ Հա, ես նոր եմ, ես հիմա լեյբլի հետ եմ աշխատում, High Definition, իրենց արտիստն եմ ու շուտով լիքը ես շատ ունեմ նոր բաներ, հինել ունեմ, որոնք որ շուտով ձայնագրելու եմ ու նոր արդեն ակտիվանում եմ։ Մինչև այդ cypher ունեի, Էնոյենց հետ
հիմա արդեն ֆիտեր կլինեն, նոր ռեպեր, չգիտեմ, կարամ ասեմ, թե չէ, երևի չէ, բայց շուտով կլինի ֆիտ, նոր ռեպել կլինի, ես ռոքել ունեմ գրած հայերեն, այդ ջազը կա հայերեն ռոք, շատ թույն բան է հայերեն ռոքը, Համաձայն եմ։ Ես օգնություն։ ունենք Հայաստանում լավ ռոք խմբեր։ Անկեղծ ասեմ, մինչև այդ իրա մասին չգիտեի եւ մենք նոր հենց այս բանին ծանոթացանք ու սա իմ առաջին կարծիքն է քո մասին ու շատ բարձր կարծիք։ Այն անգերս կարծիքն է։ Դա կարծիքն սա գովաս չէ։ Եվ ես շատ հրապուրված եմ։ Շնորհակալ եմ։ Իրականում շատ հետաքրքիր է, որ եւ մայր եւ ռեփ մի քիչ։ Այդ Вообще ամենաբոցն ոչ հայկական միջավայրի երևի որ եզակի երևույթ է։ Կին արման։ Համուսնացել է Ուժեղության մասին է, Այո։ Ու ես այդ սայֆերի մեջ էլ իրականում այդ սայֆերի սխալ տեղ սխալ միտք եմ երևի արտահայտել, որովհետև մարդիկ այդ ժամանակ պատրաստ չէին լսեին այդ սայֆերի մեջ, ես ասում եմ, որ պետքա կանաչը երկրպագել, հարգել, Թուփակ եք սիրում, Քիփիա Հեդափը չեք լսել, մի հատ հարգեք կանաչ։ Դա սխալ է համարում։ Այդ էր բողոքս, որ յանի կնիկը կուզիկը ծխի, կուզիկը խմի, ինչ ուզում է թանի, պետքա հարգել կանաչը ու այդ է էլի պետքա չքննադատել, որովհետև Ընդհանրապես առհասարակ ամեն մարդ ինքն է որոշում ինչով զբաղվի, ոնց անի, ինչ անի, ինքը գիտի այդ ու այդ իր մտածելն է, թե ինչու ոնց քեզ երջանկացնում է, այդ քեզ երջանկացնում է։ Ու պետքա այո, հանգիստ թողել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց որոշումները վերջնական երջանկացնելու պահը որ հաստատ։ Բայց մենք չենք սատարում այն մարդկանց, ովքեր խմում ու ծխում են, դե որ առողջ են, ուղղակի այդ պոզիցիայով։ Եթե որոշել եք փչացնեք ձեր առողջությունը, ծխեք, ախպեր ջան, ինչ ասեմ, ծխեք։ No։ Հայգիենը հաստատ պետք չի քննադատել ուղղակի։ Հա, այո։ Ամեն մարդ իր որոշումներով, իր ուղիով։ Գնանք առաջ։ Աղջիկներ ջան, լսելու ենք այսօրվա վերջին պրեմիերան, կարելի այսպես ասել։ Նել պատրաստ ես։ Այո։ Միշտ։ Ուրեմն անցնենք հաջորդ կատարմանը, Fire։ На улице шумно и громко, суета людей за фоне. Город я еду по улицам узким в поисках выхода, где можно выйти. Бежит прямо словно вода, и слезы смывают сгорающих глаз. Хочу найти себе в ответ, ищу свое место под этим солнцем. Покой, ты где ты? Как я могу тебя найти? Душа моя, ищу тебя ночи и дни. Покой, мне нужен ты покой. Покой меня, ты унеси в открытый космос и отпусти. Хочу я очень побыть одной и никуда мы не сбежим. Живет Ереван, мой город, свет фонарей на асфальте. Я слушаю ритм с моего же сердца. Горит мой мир, но остановился. Буду я собирать по кускам. Все эти шумы я найду спокойствие. Я не спешу, я не спешу, Покой, ты где ты? Как я могу тебя найти? Душа моя, ищу тебя ночи и дни. Покой, мне нужен ты покой. Покой меня, ты унеси в открытый космос и отпусти. Хочу я очень побыть одной и никуда мы
Այստեղ ես մի բան կարող եմ ասել, ֆայա։ Շատ թույներ, շատ թույներ։ Շատ։ Ես միշտ եմ քեզ ասել, որ ես շատ եմ սիրում քո բոլոր երգերը։ Այս էլ պլյուս։ Շատ թույներ։ Բայց ենք տափարում։ Իհարկե։ Դե ասանել։ Ասեմ։ Նելի 21 տարեկան։ Քաղաք Երևան։ Ասեմ։ Ինչ տենց ինչ-որ արտասովոր ձևա գրվել այս երգը, թե տենց Արտասովոր, չէ, բայց ես իրեն գրել եմ հոգնած, այդ տիպը արտասովոր։ կյանքից, թե պրոստը գործի։ Հոգնած է այդ օրը, ճիշտ ասած, ես միշտ ավելի էներգետիկ եմ երգերը գրում, բայց այդ օրը հոգնած էի։ Չգիտեմ դա դրա վրա անդրադարձել է թե չէ, բայց կարող է։ Էլ կարևոր պայմաններ կա, որ պետք է քեզ, որ երգը լավ ստացվի։ Այո։ Ինձ պետք է մենակություն։ Ну, կարելի լինի դա ոչ մենակություն ամբողջ ժամանակ, բայց մի կես ժամ պետք է։ 20 րոպե մենակություն պետք է։ Շատ ճնշված չլինի։ Օրինակ սենյակում լիքը մարդ չեմ սիրում, որ ստուդիա գալիս են լիքը մարդ, ընկերներով նստում են։ Չեմ սիրում։ Երևի դա։ Եվ իհարկե նենց մասա, որ ես գիտեմ եւ շատ կոմֆորտ եմ զգում իրենց հետ։ Էլ ես ինչքան գիտեմ դու ինչ-որ համագործակցել ես ինչ-որ լեյբլների հետ, բան տարբեր, ինչ-որ ռուսական рэպերների հետ ինչ-որ շփումներ, բան մի քիչ այդ պետք է բազիսից պատմի։ Թիֆեստի հետ էր խոսում, ինչ-որ բան եմ հիշում։ Թիֆեստի հետ չեմ կարող ասեմ ընկերներ ենք, բայց հա ունեցել ենք ծանոթներ ենք, այո, իրար ֆոլոու ենք, ամենաքիչը կարամ այդքան ասեմ, ու շատ եմ ուզում իր հետ ֆիտ, եւ մենք լիքը ժամանակ իր հետ դրա մասին խոսացել ենք, այսինքն ես իրան ուղարկել եմ դեմոներ, ինքն է ինձ դեմոներ ուղարկել, բայց ինչ որ չի ստացվում, բայց ես մեծ հաճույքով կուզենամ, որ ապագայում դա լինի ու լինի ստացվի։ Դուզեց։ Երեխեք ջան, շատ շնորհակալ եմ ձեզ նախ ձեր կատարած աշխատանքի համար, որտեվ ձեզ մեդալներ է պակասում։ Մի հատ խնդրում եմ էլի կոմենտներում այս աղջիկներին լիքը լավ բաներ գրեք, լիքը գրեք, որ ապրեն իրանք, որ կան ու լավ բան են անում բոլորիս համար։ Շատ ապրեք։ Շնորհակալ եմ նախ որ եկաք մեր տաղավար։ Վստահ եմ, որ դեռ կհանդիպենք հետագայում, ձեր նոր տրեքերը հաստատ կլսեմ ու կուզենամ մի օր էլ ձեզնից հայերեն տրեքեր։ Այո, սպասեք։ Հետևեք մեզ։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, սիրելի դիտողներ, այսօրվա լեզուն այսքանն էր, մենք ջանք ու եռանդ չենք խնայում ավելի եւ ավելի հետաքրքիր թողարկումներ պատրաստել ձեր համար, իսկ ձեզնից մնում է ընդամենը լայք, կոմենտ, զանգակ, մանգակ, ինչ-որ այսպիսի բաներ, հա, ու կոմենտներում էլ այդքան չարմի եղեք։ Կարան լինեն, ինչու ոչ։ Կհանդիպենք երբ։ Շուտով։ Շուտով կհանդիպենք։ Կհանդիպենք։